Հարգելի հայրենակիցներ, այն որ Անդրանիկ Թևանյանը քաղբանտարկյալ է, այն որ նա ենթարկվում է քաղաքական հետապնդման եւ քաղաքական բռնաճնշումների, դրան հավատում է հասարակության գերակշիռ մեծամասնությունը։ Միայն քպական փոքրիկ խմբակը փորձում է իմիտացիա ստեղծել, որ այդ գործի հիմքերում ինչ որ բան կա, որով կարելի է մեղադրել Անդրանիկ Թևանյանին։ Բազմաթիվ անգամներ, փաստաբաններ, մասնագետներ հավաստիացրել են, որ այդ գործը ջուր է, տակը ոչ մի բան չկա, առարկա չկա եւ այդ գործով ինչ-որ մեկին նույնիսկ մեղադրանք ներկայացնելը ուղղակի զավեշտ է։ Բայց ինչ են անում ԿՊԱ-ականները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ եւ նրա Գեբելսյան քարոզությունը։ Ուրեմն հաղթելով անմեղության կանխավարկածը, արհամարելով սահմանադրությունն ու օրենքներն ու մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները, իրենց Գեբելսյան քարոզչա մեքենաներով արատավորում, պախարակում են Անդրանիկ Թևանյանին, նրան արդեն որպես կայացած փաստ ներկայացնելով, իրենց դրել են դատարանի տեղ, մարդուն արդեն հանցագործ են հռչակում, հասկանում եք Հայաստանում ինչ է կատարվում։ Իշխանությունների կողմից, բարձրաստիճան իշխանությունների կողմից Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ եւ նրա միուս քարոզիչներն ու քաղաքական թիմակիցները դատարանի վճիռ չկա, բայց մարդուն մեղադրում են, այսինքն հաստատված փաստ են ներկայացնում։ Սա ինչ է, եթե ոչ ուղղորդում իրավապահ համակարգին եւ դատական համակարգին։ Այդ նույն Նիկոլ Փաշինյանն էր հայտարարում, որ Հայաստանում չկա դատավոր, հարցադրումով էր անում։ Կա արդյոք Հայաստանում դատավոր, որ իր պահանջը, խնդրանքը չգիտեմ ինչը չկատարի։ Այդ նույն Նիկոլ Փաշինյանն էր դատավորների թե դատավորի նկատմամբ արտահայտվում որպես վնգստացող։ Եվ այդ նման բաներ հայտարարող մարդը հիմա մեղադրանք է ներկայացնում, հաստատում է, ինքը համ քննիչ է, համ հետաքննիչ է, համ դատախազ է, համ դատավոր է, մեղադրանքը ներկայացնում է, վճիռը կայացնում է ու իրեն բոլոր հասանելի հնարավոր լրատվամիջոցներով ու սոցցանցերով այդ ամեն ինչը տիրաժավորում է։ Սա խոսում է այն մասին, որ նա ըստ էության ուղղորդում է իրավապահ համակարգին, քննիչներին, դատավորներին եւ մնացածներին։ Այս ամեն ինչը օր առաջ պետք է կանգնեցվի։ Այս ուխտը չհոգելու է բոլորի դուռը։ Հասկացեք, չկա իմ, քո, նրա, սրա քաղբանտարկյալ։ Բոլորը Հայաստանում հաստատված կոնսլագերյան համակարգի քաղբանտարկյալներն են։ Այդ մարդիկ անիրավի հետապնդվում են։ Եվ այս ամենի առաջ, օր առաջ պետք է մենք այս ամեն ինչին վերջ դնենք, կանգնեցնենք եւ բոլոր քաղբանտարկյալները պետք է օր առաջ հայտնվեն ազատության մեջ։ Ազատություն Անդրանիկ Թևանյանին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։ Ազատություն!